Հայոց աշխարհը միշտ եղել է առևտրային ուղիների խաչմերուկ։ Դեռևս 2000 տարի առաջ Հայաստանի տարածքով էր անցնում հանրահայտ մետաքսի ճանապարհը, որով վաճառականները բազմաթիվ ապրանքներ էին տեղափոխում Չինաստանից Ռոմ։ Եվ լավագույններից մեկն այդ գործում հայերն էին, որոնց համար վաճառականությունն իսկական գիտություն էր, այն մշտապես դասավանդվում էր հայկական դպրոցներում։ Չինաստանից արտահանելով մետաքսյա իրեր և ճենապակի, հայերը Չինաստան էին ներմուծում որդան կարմիրը, գորգեր, դեղորայ, զարդեր, գինի։ Չինաստանը և արևելքի այլ երկրները եվրոպացիների և քրիստոնյաների մեջ վտանգ էին տեսնում իրենց մշակույթի ու ինքնության համար և հաճախ արգելում էին նրանց մուտքը երկիր։ Բացառություն էր արված միայն հայերի համար, նրանց բարյացակամության և ազնվության շնորհիվ։ Հայկական տարածք գրողները ազատ տեղաշարժման իրավունք ունեին Չինաստանում, իսկ տնտեսական օգուտն այնքան մեծ էր, որ հայերին ազատել էին հարկերից։ Իրենց բացառիկ որակների շնորհիվ հայ վաճառականները դարեր շարունակ ցանկալի հյուրեր էին աշխարհի բոլոր ծայրերում։ Դրա գագաթնակետը դարձավ 17-րդ դարում նոր ջուղայի հայ ընտանիքների ստեղծած աշխարհի ամենահզոր առևտրային համակարգերից մեկը։ Այն գործում էր Հնդկաստանից ու Ֆիլիպիններից մինչև Եվրոպա և Մեքսիկա։